Քննարկում ենք հարց համար 29 Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարություն եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հարցը զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյան։ Համեցեք տիկին Ստեփանյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախ ուզում եմ ասել, որ գենդերային քաղաքականությունների իրականացման ամբողջ մեր շրջափուլի ու պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է եւ միացել է մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթերի, այդ թվում անդամակցել է Պեկինի հռչակագրին եւ գործողությունների հարթակին դեռևս սկսած 1995 թվականից ՄԱԿ-ի կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում։ Մենք վավերացրել ենք 1993 թվականին նաեւ այս առումով ամենամեծ կոնվենցիան, կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան եւ բնականաբար ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մեր հանձնառությունը 5-րդ ամբողջ գերակայությունը վերաբերում է գենդերային հավասարությանը։ Իսկ պատմական առումով նաև ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականություններ ու հայեցակարգեր որպես այդպեսին սկսել են մշակվել 2010 թվականից եւ հետո հաջորդաբար արդեն տարբեր միջոցառումներ ու ռազմավարական ծրագրեր ու ռազմավարություններ։ Մեր նախորդ ռազմավարությունը մշակվել եւ հաստատվել էր 2015-23 թվականների համար, բնականաբար ավարտից հետո միջազգային գործընկերների եւ լոկալ էքսպերտների միջոցով վերլուծվել են բոլոր առաջընթացները, որոնք արձանագրել ենք նախորդ գենդերային ռազմավարության միջոցով եւ վեր են հանվել խնդիրներ, որոնք որ դրվել են հենց նոր մշակված փաստաթղթի հիմքում։ Ուզում եմ այստեղ հատուկ ընդգծել, որ մեծ մասնակցություն են ունեցել հասարակական կազմակերպությունների բոլոր կոալիցիոն համայնքները եւ միջազգային ու զարգացման գործընկերները, կարևորելով այս հարցը։ Այսպիսով նոր նախագծով առաջարկում ենք 6 հիմնական գերակայություն։ Ըստ առաջին գերակայության գործողությունների բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետական քաղաքականության ու կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովման, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որտեղ կանայք եւ տղամարդիկ, այդ թվում տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչներ կարող են ակտիվորեն ու լիարժեք մասնակցել ու հավասարապես նշանակալից ազդեցություն ունենալ կառավարման մակարդակներում։ Երկրորդ գերակայության շրջանակում նախանշված միջոցառումները հիմնականում ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը, կանանց սոցիալ-տնտեսական ակտիվության խրախուսմանն ու աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավմանը, ներառյալ աշխատանքային գործունեության մեջ խրամարության աշխատանքի պաշտպանությանը։ Այս գերակայության շրջանակներում հատկապես կարևորվելու է երիտասարդ կանանց եւ երիտասարդ տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածությունն ու առաջխաղացման խթանումը, որպիսի կարողանանք սոցիալ-տնտեսական բնագավառում, այսինքն աշխատաշուկայում, տնտեսության տարբեր ճյուղերում, աշխատանքային գործունեության մեջ գենդերազգայուն մոտեցումների խրախուսմամբ հասնել աշխատուժի գենդերային խզվածքի նվազմանն ու աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը։ Երրորդ գերակայությամբ սահմանված նպատակներն ու գործունեությունը միտված են հիմնականում լինելու կրթության եւ գիտության ոլորտում կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցության ներկայացվածության խթանմանն ու գենդերային խզվածքի նվազեցմանը։ Այս գերակայությամբ շարունակելու ենք կրթության ու գիտության տարբեր մակարդակներում գենդերային անհավասարության ու խտրականության բացառմանն ուղղված աշխատանքները, ապահովելով հավասար լիարժեք բարենպաստ միջավայր կրթության բոլոր մակարդակներում։ Չորրորդ գերակայությունը առողջապահության ոլորտում կանանց ու տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումն է եւ սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու մեծացնելու կանանց հասանելիությունը հիմնական առողջապահական վերարտադրողական ծառայություններին, հատկապես խոցելի խմբերի դեպքում գյուղական բնակավայրերի կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց, էթնիկ փոքրամասնությունների խմբերին պատկանող կանանց համար, զերծ պահելով ու պաշտպանելով վերջիններից գենդերային հիմքով խտրականությունից։ 5-րդ գերակայության ներքո գործողություններն ուղղված են լինելու ընտանեկան եւ գենդերային հիմքով բռնությունից զերծ, առավել ապահով ու անվտանգ միջավայրներ դնելուն, կանխելու կանանց ու աղջիկներին ուղղված գենդերային հիմքով բռնությունն ու շարունակելու
աջակցելու գենդերային հիմքով բռնության ենթարկված անձանց, ինչպես նաև նպաստելու պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կարծրատիպերի հաղթահարմանը, հիմքում ունենալով մեկ հիմնական նպատակ՝ գենդերային բռնության ու խտրականության կանխարգելում ու հաղթահարում, ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանություն ու աջակցություն ըստ գնահատված կարիքի։ Եվ ունենք նոր 6-րդ գերակայություն, որը նախորդ ռազմավարությունների մեջ ներառված չի եղել, կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն ու գենդերարձագանքող մոտեցումների ձևավորումը, ներառական սկզբունքների ապահովումն ու իրազեկվածության բարձրացումը։ Այս գերակայության ներքո այս էտապում բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային եւ սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը, հետազոտությունների իրականացման բնականաբար է այս փուլում եւ գենդերարձագանքող մոտեցումների ներդրման շրջանակի փորձարկմանը։ Այսպիսով գերակայություններն ուղղված են նշված ոլորտներում կանանց ու տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ ու դրական միջավայրի ստեղծմանը, իսկ նախատեսվող գրեթե բոլոր միջոցառումները միտված են լինելու ոլորտային օրենսդրության բարելավմանը, իրազեկման ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը նպաստելով կարողությունների զարգացմանը եւ տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության ու ներուժի բարձրացմանը, կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության ու բռնության բացառմանը։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան, հարգելի գործընկերներ, տվյալ պարագայում մեր հայեցակարգային մոտեցման մասին մենք բազմիցս խոսել ենք կառավարության տարբեր ներկայացուցիչներ, խորհրդանական կառավարող մեծամասնության ներկայացուցիչներ եւ այստեղ մեր նպատակադրումը հստակ է, որպեսզի մեր հանրության ներուժը մաքսիմալ դրվի կամ արվի մեր երկրի զարգացման օրակարգերում բոլոր ուղղություններով, սկսած տնտեսությունից, շարունակած հանրային կյանքից, պետական եւ տեղական ինքնակառավարման, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներից, բոլոր ոլորտներում եւ հաշվի առնելով նաեւ, որ այսօր եւ արդեն բավական երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, նաև այս հանգամանքը շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործենք եւ ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ իհարկե որոշակի process-ներ կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որովհետեւ ես նախկինում նաև առիթ ունեցել եմ ասելու, որ անզեն աչքով նույնիսկ նկատելի է, որ օրինակ կրթության ոլորտում աղջիկները ավելի ակտիվ են, քան տղաները։ Ընդ որում մենք նաև սրա մասին վկայող եւ ապացույց ունենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում օրինակ տեխնոլոգիական ոլորտում մենք աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը ունենք, եթե ոչ ամենաբարձրը կանանց ներգրավվածության։ Այսինքն IT համակարգում ոչ մի երկրում ավելի բարձր ցուցանիշ, թե առնվազն առաջատարներից մեկն են, եթե ոչ միանձնյա առաջատարը, կանայք այդքան շատ ներգրաված չեն IT ոլորտում, սա նշանակում է, սա իմ ասացի տեսական թեզի գործնական արտահայտումն է, որովհետև IT համակարգում այն եզակի տեղերից է, որտեղ առանց առնվազն մի կրթական մինիմումի հնարավոր չի այդտեղ ներգրավել եւ աշխատել։ Եվ ես կարծում եմ, որ սա մի կողմից այո մենք ուրախանում ենք, ասում ենք, բայց մյուս կողմից վկայում է մեր երկրում արկա խորը խնդիրների մասին, եւ ես կարծում եմ, որ մենք թերագնահատում ենք այդ խնդիրները, եւ այդ իմ ընկալմամբ այդ խնդիրների մի հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ մեր իրականության մեջ տղաների աշխարհընկալման մասով։ Եվ բոլոր, եւ ուզում եմ ես ձեզ ասեմ հետեւյալը նաեւ հազար անգամ ներողություն եմ խնդրում այս հիշատակումը անելու համար, նաեւ որպես մի մարդ, որ ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում, մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։
Սա ամենամեծ մոլորությունն է, որ մեր եկանության մեջ խոսք կա, չէ, դե տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան։ Իրաց թվում է, թե այդպիսով տղաներ ուժեղանում են։ Այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով թուլանում են։ Զրկվում են կամքից, զրկվում են խելքից, զրկվում են ինքնուրույն մտածելու եւ մտածողության սեփական բանաձևեր ունենալու բանից հնարավոր ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է։ Ինչքան քրեական իր մտածողության ձևերով, ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմ է եւ ինձ համար տեսական թեստ չի սա, այլ մի բան է, որ ես գիտեմ եւ տեսականորեն եւ գործնականում։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է եւ ես իհարկե ուրախ եմ, որ մեր մոտ աղջիկները ավելի ակտիվ են կրթության ոլորտում, բայց ես մտավախություն ունեմ, թե նաեւ այդ առավելությունը այս երևույթի պատճառով է, որ տղաների անբնական պասիվության քրեական ենթամշակույթի բերումով պասիվության արդյունքում է եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք էլի քաղաքականություններ մշակելու անհրաժեշտություն ունենք։ Ոնց անենք, որ տղաներին ավելի մոտեցնենք գիտելիքին, կրթությանը, սկսած եւ ընդհանրապես հանրային կյանքին էլ, այս տրամաբանությունն էլ է շատ կարեւոր։ Ես օրինակ երկար ժամանակ հիմա իհարկե համոզված եմ նախարարության ջանքերով, երկար ժամանակ, երբ որ մենք ամենապարզ օրինակն եմ բերում, երբ որ մենք քաղաքականություն որդեգրեցինք, որ օրինակ գնում ենք դպրոցների բացման եւ այլն, ասենք որ ինչի պետք է ինչ-որ պատահական կիսաանվորակ YouTube-ներից ստանդարտից դուրս պետական օրներգի ձայնագրություն միացնենք, երեխաները թող երգեն։ Եվ 1, 2, 3, 4 ես նկատում եմ, որ երգչախմբում միայն աղջիկներ են։ Ինչն է սրա պատճառը, որովհետև երգչախմբում երգելը հասկանում եք դե բա ոնց երգչախմբում երգել, այստեղից սկսվում է, երգչախմբում երգել, աշխատախմբում աշխատել, դասարանում սովորել, բուհում սովորել, ոնց գնացել եք բուհում փոխանակ դուրս գաք տենակ, ինչ կա հայատներում, կողքի բաներում, սադերում, բանում, պրոցեսներ են գնում, դուք գնացել եք բանում, լսարանում նստել եք, ու սկսվում է դեգրադացիան, այդ հետո իր հետ գնում է բանակ, այդ հետո արտահայտվում է բանակի գործունեության տարբեր ձևերում, չասենք, որ ձևերում հերթական անգամ բան չենք, մազոխիստ չենք, մենք եկեք մեզ ինքներս չխոցենք։ Ու տենց շարունակ, բայց ես ինչի համար եմ սա ասում։ Ժորժ ջան, պետք է առերեսվել այս խնդրի հետ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է։ Եվ ես կարծում եմ, որ մենք այս քաղաքական, ես չգիտեմ, գենդերային քաղաքականության մեջ է ենթավերնագիր, թե դա լրիվ առանձին ուղղություն է եւ առանձին ենթաթեմա է, մենք սրա մասին պետք է մտածենք, որտեղ սա մեր անվտանգության բոլոր իմաստներով մեր անվտանգության կարևորագույն հարց է։ Այս առաջին խումբ դիտարկումը, որ անում ենք։ Երկրորդը ակտիվացումը, այդ թվում կանանց ակտիվացումը կարևոր է նաև մեր տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման ճանապարհին, որովհետև այսօր գոնե էլի վիզուալ տպավորությամբ բազմաթիվ ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունում կապրեին, չեմ ասում բացարձակ պայմաններում, բայց ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն ունենային։ Այս խնդիրները կան մարզերում, բայց գիտեք ինչ, մենք այդտեղ ենք շփոթվում եւ մենք ինքներս մեզ մոլորության մեջ ենք գցում, երբ որ մենք ասում ենք, այ մարզերում այդ խնդիրը կա, ոչ այդ խնդիրը կա նաեւ Երևանում, Երևանի ամենակենտրոնում, Երևանի արվարձաններում եւ ամենուր այդ խնդիրը կա Հայաստանի Հանրապետությունում։ Բայց այս ամենով հանդերձ եւս մի հարց կա, որ իմ կարծիքով մենք բավարար չափով չենք հետազոտում եւ գոնե թե այստեղ մեզ պետք են պատասխաններ։ Իմ կարծիքով մենք հարցը չենք ձևակերպել եւ պատասխաններ չենք ստացել։ Իսկ հարցը հետեւյալն է.
կանանց տնտեսական եւ ակտիվացումը, ընդհանրապես այս քաղաքականությունը, կանանց ավելի մեծ ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այս մեր քաղաքականությունը ինչ ազդեցություն է ունենում մեր ժողովրդագրական իրադրության վրա եւ արդյոք մենք այդտեղ խնդիրներ ունենք, ակնհայտ է որ այդ խնդիրներ ունենք, բայց իմ հարցը հետեւյալն է եւ ես հիմա չէ որ պատասխան եմ ակնկալում կամ եթե ունենք պատասխանը, շատ լավ, եթե չունենք, եկեք գնանք այս հարցին էլ հետազոտ, այս հարցին էլ պատասխանենք, որովհետեւ այդ հարցը իրոք կա եւ այդ հարցը հասցեագրվելու եւ պատասխան ունենալու կարիք ունի։ Այսինքն իսկ հարցը հետեւյալն է. ինչքանով են կանայք, ովքեր ակտիվ են տնտեսության մեջ, աշխատում են եւ այլն, ինչքանով են ավել կամ պակաս հակված երեխա ունենալ։ Շատ ուղիղ հարց է։ Իհարկե մենք մինչև 2 տարեկան երեխաների խնամքի ծրագիր ենք իրականացնում, այդտեղ որոշակիորեն բալանսավորելու համար հնարավոր խոչընդոտները 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար դայակների ծրագիր ունեինք եւ այլն, բայց այս հարցը նույնպես մի շատ կարեւոր է, որ մենք այսօրվա մեր քաղաքականությունների առնչության վերաբերյալ պատասխան ունենանք եւ եթե այդ պատասխանը մեզ չի բավարարում, նաեւ հասկանանք այս ուղղությամբ ինչ լրացուցիչ ջանքեր ունենք գործադրելու։ Խնդրեմ, եթե արձագանք ունեք, հետո մյուս գործընկերներ։ Եթե թույլ կտաք, պարոն վարչապետ, նախ ասեմ մեր բնակչության կառուցվածքին, որ անդրադարձակ, այո, մենք վերջին մարդահամարի տվյալներով 52